Պարոն Մալխասյան, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն են խոսել հեռախոսով օգոստոսի 8-ի մեկամյակի առթիվ։ Այս մեկ տարվա ընթացքում ձեզ ինչ տեղի ունեցավ, որը միտված էր խաղաղությանը, երկարատև խաղաղությանը։ Տեսեք, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն կամ մտել է մի փուլի մեջ, որ ցկտում է, ուզում է, այսինքն իր առաջ նպատակ է դրել ինտեգրվել համաշխարհային համակարգերին, որպեսզի այդ համակարգերին ինտեգրումը տեղի ունենա առանց խոչընդոտների եւ արագ, պետքա կողքի հարևանների հետ, այդ թվում Թուրքիայի, Ադրբեջանի լիակատար հաշտության մեջ մտած լինես։ Հիմա այդ նպատակներով, որ մենք շատ դժվար է ինտեգրվել համաշխարհային համակարգերին, որովհետեւ 200-300 տարի ռուսական համակարգի մեջ ենք եղել եւ այդ ճիրաններից ազատվելը դեռ հեշտ ու հանգիստ խնդիր չի։ Շատ լուրջ բան կա, ցանցեր կան կապված, լրտեսական ցանցեր, ամեն ինչ։ Այսօր հետո տան կանդրադառնանք։ Հիմա դրա համար Փաշինյանը շատ խելացի, ուրեմն մտածված, այն իրաց լեզվով ասած հայերեն բառ կա, հավասարակշռված, իրանք ասում են բալանսիրով կա։ Հավասարակշռված ինչ որ քայլեր անում, որ Ադրբեջանի հետ հաշտության եզրեր գտնենք։ Նախաստորագրած է, բայց չի ստորագրում ինչի համար Ալիևը։ Ալիևը հասկացել է մի բան, որ եթե լիակատար խաղաղություն հաստատվի կամ պատրանք հաստատվի դրա, ապա Հայաստանը շատ արագ, ուրեմն Իսրայելի նման թռիչքաձև, ուրեմն զարգացումներ կունենա, առաջընթացներ կունենա։ Հիմա օրինակ կենսամագարտակը մենք որ համարյա շրջափակման մեջ ենք, ճանապարհները փակեն, մեր կենսամագարտակը ադրբեջանցիների կենսամագարտակից բարձր է։ Ադրբեջանում վիճակը ավելի ծանր է։ Բայց եթե մեր սահմանները բացվեն, մեր գործարարները կարողանան գնան հասնել մինչև Դուբայ, գնան հասնեն Եվրոպա, Ամերիկա այդ կողմերը, ինչ է կկատարվի։ Պատկերացնում եք։ Դրա համար Ալիևը պատերազմ չի անելու, բացառված է։ Մոռացեք այդ պատերազմը։ Պատերազմ հասկացողությունը երկար ժամանակ չի լինի ու ընդհանրապես չի լինի։ Եթե լինի, ռուսները պիտի հրահրեն պատերազմ։ Որտեղ Ամերիկան է այստեղ խառնվեց գործի մեջ, շատ Ադրբեջանն իրանից էլ ոչ մի բան չի ներկայացնում։ Հիմա Ադրբեջանն ինչի չի ստորագրում վերջնական։ Մտածում եմ, որ եթե ստորագրի 4-5 տարի հետո մեր համախառն ներքին արդյունքը Ադրբեջանի համախառն ներքին արդյունքից կասնի առաջ։ Եվ մենք այնց զարգացումներ կունենանք եւ բանակի առումով, եւ սոցիալ-տնտեսական առումով, եւ կենսամագարտակի առումով, որ արդեն Ադրբեջանը մեզնից հետ կգնի բոլոր առումներով։ Դրա համար ինքը ցկցկում է, խոչընդոտում է, որ մենք ճանապարհներ չունենանք։ Բանը այդ ռուսն նույնը, ռուսն անում է երկաթգիծը ինչի չի բարեփոխում։ Նրանք չեն ուզում որ մենք զարգանանք։ Սարսափում են որ մենք զարգանանք։ Մեր զարգացումից, առաջընթացից, թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը սարսափում են, հոտե խանգարումուկի մեջ են գտնվում։ Բայց ուզեն թե չուզեն, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մի հատ խոսք կա, ասում է, քարավանը դանդաղ վստահ քայլերով գնում է առաջ, շները ներքին եւ արտաքին, լրտեսները հաչում են, բայց քարավանը գնում է, շանտեղ չի դնում դրանց։ Այնուհանդերձ հնարավոր չեղավ վերջնական խաղաղության հասնել, օգոստոսի 8-ից 1 տարի անց ինչ ունենք մենք։ Ունենք նախ, որ սահմանները խաղաղ են, իրար վրա չեն կրակում, բարձ խոսանք։ Ոչ միայն իրար վրա չեն կրակում, Ադրբեջանի եւ մեր ներկայացուցիչները պետությունների գնում պարբերաբար ուրեմն հանդիպումներ են ունենում, չէ՞, բանի իրար հետ տարբեր հարցեր են քննարկում, նույնիսկ բանը Ադրբեջանի միջով գնացքով Հայաստանա բերվում եւ դիզվառելիք, եւ բենզին, եւ գազ, եւ հացահատիկ, այսինքն այս բոլոր քայլերը բաները ցույց է տալիս, որ ուրեմն ճիշտ է լիակատար չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, բայց պատերազմել չի, բանի սա ես շուրուխի բանի կողմերը, ես այն ժամանակ 90, 89, 90 թվերին եմ եղել այդ
ավտոբուսներն էին ուղեկցում Գորիսից մինչև Ղափան Մեղրի, այդտեղ հաստաբուն ծառներ կան, էլի Ղափանի կողմերը։ Թուրքերը մտնում են Թուրքի Ադրբեջանի հողի մեջ, նոր 3 կիլոմետր հատված կա։ Թուրքերը ծառերի վրայից ուրեմն գրանատներ էին գցում մեր վրա։ Հիմա չկա դες բան։ Հիմա ասում է այդ նույն հատվածում մեզ վերջերս չեմ եղել ես։ Ասում է բանը իրար 2 մետր հեռավորությունից հայ եւ ադրբեջանցի սահմանապահները քայլում են, նույնիսկ իրար հետ կարող են խոսանել եւ իրար չեն կրակում։ Իրար ասիկե այդ թշնամական ատելությունը, որ պետք է վրեժ լուծեն, կրակեն, մարդ սպանեն, որ հանգստանան, չկա։ Բայց ոնց չկա Ադրբեջանի կողմից թշնամությունը, ատելությունը, իրանց քաղաքականությունը չի փոխվել հայերի Հայաստանի Չի փոխվել, ճիշտ եք ասում։ Իրանք էլի քարոզում են նարատիվներ, որ հայերը մեր թշնամիներն են, որտեղ ինչի համար, իրանք միշտ հայերից վախում են, սարսափելի վախում են, որտեղ գիտեն, որ հիմա ես 21-րդ դարում մանավանդ շուտով այս դարն էլ կավարտվի, ուրեմն արդեն գալիս է տեխնոլոգիաների դարաշրջանները։ Մտքի դարաշրջանն է գալիս, իսկ մտքի դարաշրջանում հայերը առավելություն ունեն։ Մեր բարձր տեխնոլոգիաների այդ նախարարությունը հիմա ինչ բաներ, նոր բաներ է ստեղծում, հնարում, մեր բանակի ուրեմն հագեցվածությունը տեխնոլոգիապես, այդ բոլոր բաները ադրբեջանցին որ տեսնում է, միշտ մտածում է որ հայերը Իսրայելի նման, տեսեք Իսրայելը ընդամենը որ հաստատվեց Պաղեստինում 10,000 հա, եթե չեմ սխալվում, 10,000 հրեա էր ապրում Պաղեստինում, բայց Իսրայելը 70 տարվա մեջ ուրեմն 10,000-անոց, երբ որ պետություն դարավ արդեն, բանի երկրորդ համաշխարհայինից հետո, 10,000-անոց Պաղեստինը սարքեց 10 միլիոնանոց Իսրայել։ Այսինքն աննկարագրելի աճ տեղի ունեցավ։ Այն նույնը Հայաստան կարող է տեղի ունենա։ Եթե ստեմ ենք ներքին դավաճաններից ազատվենք, ներքին թշնամիներից, փակ գաղտնի թշնամիներից, ու ստեղ Հայաստանը դառնա իրոք գրավիչ պետություն եւ աշխարհի բոլոր հայերը ուրեմն կան տարբեր երկրներից ստեղ միավորվեն, իհարկե սա վտանգավոր պետություն կդառնա եւ Իսրայել բանի համար եւ ուրեմն Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար։ Թուրքիան հիմա հայերից վտանգ չի զգում, բայց Թուրքիան գիտի նաեւ որ հայերը եթե ուրեմն ճիշտ ուղղությամբ գնան, այսինքն ուրեմն այս ներքին պարակտումներից ձերբազատվեն եւ իրենց մտքի, իրենց ինտելեկտի շնորհիվ հզորանան, իհարկե վտանգավոր կդառնան իրենց համար։ Իրանք դրա համար քարոզում են այդ նարատիվները, որ հայերից զգուշացեք։ Առաջին բանի ժամանակ ոնց էր Գևորգ Չաուշից սարսափում էին թուրքերը, չէ՞։ Ասում են թուրք մայրերը, որ երեխին քնացնելուց օրորոցի մեջ, որպես երեխան շուտ քնի, ասում են քնի, Գևորգ Չաուշն եկավ մեր տունը կվերացնի, մեզ կմորտի։ Դե սարսափում էին այն հայերից, որոնք որ ըմբոստ են։ Իսկ այն վախկոտ, դավաճան, ուրեմն փողասեր, փողամոլ հայերը միշտ են վտանգ են ներկայացնում։ Նրանցից թուրքերը չեն վախենում։ Ընդհանրապես նրանց կաշառում են, ինչքան մենք 44 օրյա պատերազմում փող գնդապետ դատեցին, դատավարություն եղավ, որ $300-400 ադրբեջանցիներին տվել են մեր հակաօդային պաշտպանության բոլոր կոորդինատները։ Այսինքն մենք այդ տեսակն էլ ունենք, այդ դավաճանի տեսակն ունենք, եթե դրանցից մաքրվենք, որոնք այսօր մտել են մեր ուրեմն պետականության ամրոցի ներսն են մտել, որ պետականությունը տապալեն եւ հանձնեն այդ հոշոտեն հայոց պետականության մարմինը եւ շպրտեն թուրքերի ու ռուսների ոտքերի տակ։ Այդ էլ ունենք դրանցից որ ազատվենք, այս երկիրը կհզորանա։ Միանգամից կհզորանա։ Այն ժամանակ բոլորն էլ մեզ այդ հաշվի կնստեն, այն ժամանակ Հայաստանը չի լինի գործիք, ինչպես որ միշտ եղել է ռուսի ձեռքի գործիք, այլ կդառնա գործոն, ոնց որ Իսրայելն է։ Պարոն Մալխասյան, Նիկոլ Փաշինյանի այցը ԵԱՏՄ նիստին ըստ էության ոչինչ չտվեց, որովհետև խնդիրները չլուծվեցին, Ռուսաստանի սահմանափակումները շարունակում են մնալ, որն էր այստեղ ձեռքբերումը Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի փորձագետների գնահատմամբ լավ ելույթ է ասում են ունեցան, բայց լավներ, վատներ, միևնույնն է խնդիրը չի լուծվել, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը
հավաստիացումներ տվեց, հավատարմության երթումներ տվեց ԵԱՏՄ-ի մասով եւ վերադարձավ, որ Հայաստանը չի հեռանում ԵԱՏՄ-ից, Հայաստանը ավելի շատ է վճարում ԵԱՏՄ ընդհանուր բյուջե եւ ավելի քիչ ստանում, 5 միլիարդ դրամի ԵԱՏՄ շուկաների ապրանք է Հայաստանը սպառում, ո՞րն էր մեր օգուտը։ Ես այդ փորձագետների կարծիքին միանում եմ, գտնում եմ, որ ճիշտ իհարկե Փաշինյանը էմոցիոնալ խառնվածք ունի, ճիշտ որ ասեմ, ես էլ եմ այդպես խառնվածք ունեմ էլի, մեկ պորտկումներ եմ անում, բայց քաղաքականության մեջ ռեալիզմը միշտ հաղթում է ռոմանտիկային։ Ինքը ստե ռեալիզմի կանոններով գնաց ու ճիշտ գնաց։ Ինչի համար։ Ես սկզբից ասի, չէ՞ որ մենք հիմա ձգտում ենք համաշխարհային համակարգերին ինտեգրվելու, բայց որպեսզի ինտեգրվես, իրանք պայման են դնում, չէ՞, ասում են մեր համակարգից դուրս արի ռուսները։ Բայց դրանց այդ գազանի վայրի, արչի, ցեղերի այդ համակարգից պոգվես գնաց քաղաքակիրթ համակարգ։ Այդ շատ դժվար գործ է, որտեղ իրանք այս 200-300 տարվա ընթացքում աննկարագրելի կապեր են ստեղծել մեր հետ։ Ու հիմա այդ որ երկաթուղին հիմա ջանքեր ենք թափում, որտեղ երկաթուղու հարցը մինչև չլուծես, այդ համաշխարհային համակարգերին չես կարա տրիպ չի գլուխ կա։ Բայց երկաթուղին ռուսը ինչի է վերցրել։ Վերցրել է որ օգուտ ստանա։ Երկաթուղին իր ինչին էր պետք ռուսի։ Ինքը վերցրել է որ մեզ, այսինքն չի վերցրել, Քոչարյանը նվեր է տվել։ Քոչարյանը նույն ռուսական ներքին այդ լրտեսները, մի լրտեսել նայել էլի, որ ասում է քիմիայով կապված ենք մենք ռուսների հետ։ Որ կապված ես ինչ գործ ունես վեր ես ընկել ստե։ Գնա այնտեղ են Սիբիրում տու սարքի ապրի, եթե դու ռուսական բան ունես, հայրենիքը Ռուսաստանն է։ Ինքը նվեր տվեց ռուսներին, կարծեմ 8 թվին, չէ՞։ Բանը եւ հիմա ընկել ենք մենք այդ իրա մի հատ ասում է խելար քարը գցում է հորը 100 հատ խելոք գալիս չեն կարող հանեն։ Հիմա Փաշինյանը շատ նուրբ ձևով այս բոլոր սխալները ուզում է շտկի հետ բերի։ Ռուսներին եւ իր ճիշտ մոտեցումներով քշում է անկյուն։ Ասում է ախպեր ջան, դու վերցրել ես կոնցեսիոն կառավարման երկաթգիծը, հիմա բարի եղի արդիականացրան նորոքի այնտեղ 60-70 տարեկան վագոններ ու քարշակներ կան։ Դրանք փոխի երկաթգծերը փոխի չես փոխում։ Մի քանի անգամ հարցը բարձրացնում, նորից է բարձրացնում, ինքը հիմքեր է ստեղծում, որ հետո կարողանա նաև արբիտրաժային դատարանում այդ հարցը մտցնի եւ շահի, նաև կարողանա հիմքեր ունենա, որ տա ուրիշ մի, ասենք Ղազախստանին տա կոնցեսիոն կառավարում։ Այդ բաները Փաշինյանը շատ նուրբ, ասենք, եթե չգնար դուրը հիմի, մի անգամից շրխկացնենք ռուսների վրա, չէ՞, այդ օգուտ չի մեզ։ Բայց ինքն էր ասում էր կգնամ ես ԵԱՏՄ-ում ամենաբարձր պաշտոն ունեցողն եմ, մի հատ որպես բան Հետո ասելա, այդ ժամանակ Փաշինյանը շատ բաներ ասել, հետո ասելուց հետո մտածելա, որ սխալ եղավ, որ ասեց։ Շատ բաներ ասել։ Բայց ժողովուրդն է կրում Նիկոլ Փաշինյանի մի հատ խոսքը մեկը ինձ ասել, սխալների հետևանքով։ Բառը, որ բերանի մեջ է, ինքը քո գերին է։ Հիմա Բերանից դուրս եկա, դու ես դառնում իր Նիկոլ Փաշինյանը իր լեզվի վրա չի կարողանում ժողովուրդի այդ ծանր հետևանքները պետք է։ Նա հետո հասկացել է, որ առայժմ դուրը հիմա տես, ռուսը օղակը մեր ուղղությամբ սեղմում է։ Անընդհատ սեղմում է։ Բայց ի՞նչ է տեղի ունենում։ Իր օղակն էլ սեղմում, ինքը խեղդվում է։ Խեղդվում է։ Ես չեմ չափազացնում։ Մենք կտեսնենք իհարկե, շատ երկար չի տևի դա։ Ասենք մի 5, 6, 10 տարի հետո պատմաբանները գրելու են, թե ինչպես կործանվեց ռուսական կայսրությունը։ Մի հատ ուրեմն պոպուլիստ, ուրեմն ոնց ասեմ, դաժան դիկտատոր ցար Պուտինի եւ այդ համակարգի պատճառով։ Լավ, պարոն, այսինքն, երբ որ այս միտքս էլ ավարտեմ, երբ որ ինքը մեր ուղղությամբ օղակը սեղմում է, բայց ամբողջ աշխարհն էլ իր օղակն է սեղմում, եւ ինքը պիտի խեղդվի, դա փաստ է։ Բոլորը գիտեն, որ ինքը պիտի խեղդվի։ Բռնել են կոկորդից, բաց չեն թողնելու Ռուսաստանի։ Հիմա դրա համար Փաշինյանը ջոգում է, որ սա պիտի խեղդվի, սատկում է այս գազանը։ Այս սատկող գազանի ինչ գործ ունեմ նորից բզբզեմ։ Թողենք մի քիչ էլ դիմանանք սատկի այս բաներն էլ ազգային ժողովի էս իր թափտփուկները մնան անտեր, անտիրակալ, անհայրենիք, որտեղ սրանց հայրենիքը Հայաստանը չի։ Սրանց հայրենիքը
բանի այդ վայրի արչի ցեղերի երկիրն է Ռուսիա։ Հա, դրան են սպասում բոլորը։ Բոլորը ժամանակ են շահում, մինչև այդ Ռուսաստանի կործանումը լիակատար տեղի ունենա բոլորիս աչքի առաջ, որը անխուսափելի է։ Բայց այդ ժամանակը Հայաստանի համար էլ է գնում, Հայաստանի վիճակը հիմա լավ չէ եւ այդ կործանումը ես էլ է սպառնում։ Հայաստանի համար էլ է դժվար, մենք տնտեսական առումով ավելի դժվար օրեր ենք տեսել, դու երիտասարդ ես եղել, այդ գազը երկար ժամանակ չունեինք։ Մենք այդ ծառերը լրիվ կտրեցին, այգիների ծառերը, թաց փայտը վառում էինք, կոշիկ էին վառում, հին կոշիկ, որ տականան մարդիկ չհիվանդանան։ Այսինքն մենք շատ դժվար, հաց չի եղել, բայց ապրել ենք, դիմացել ենք, ելի կդիմանանք։ Հայերը մի բնավորություն ունեն, գենետիկ բան է իրաց մեջ, էլի, իսկական հայերը, ոչ թե այդ բաները, այդ դեկորատիվ բաները հայերը։ Հայերը առանց հացի, առանց գազի, առանց բարեկեցության կդիմանան, բայց առանց արդարության եւ առանց արդարադատության չեն դիմանում։ Չեն դիմանում, ասում են սկզբից լուծեք արդարության եւ արդարադատության խնդիրը օրենքի գերակայության խնդիրը, նոր մնացած խնդիրները։ Իսկ դրա համար տեսեն օրը, որ այս դատավորը բացարկը հայտնե եսի ինչ է արել։ Մի հատ հռետորական հարց պետք է տանք։ Իսկ ովքեր են դատավորները։ Այդ դրանց խնդիրը պետք է լուծել։ Այդ սկզբից այդ թափթփուկ դատավորների խնդիրը պետք է լուծել, որ դրանք էլ արդարության ու արդարադատության խնդիրը լուծեն։ Պարոն Մալխասյան, ազգային ժողովի նիստերին հետևում եք, ինչ կարծիք ունեք։ Ճիշտ ասած, մեկ հետևում եմ, որ ուղղակի որ տեղեկատվություն ունենամ, բայց այդ բովանդակություն չկա։ Բովանդակություն չկա, նայում ես, բանը կեղծիկ է, 4 կողմը կեղծիկ է։ Ուրեմն կեղծ խորհրդարան, ուրեմն կաշառքներով, ուրեմն խաբեբայությամբ, ժողովրդի ազատ կամքի վրա բռնությամբ ձևավորված ազգային ժողով, ուրեմն գաղափարներ չկան, ուրեմն չկա ինչ, ում մոտ գնացին դրանք օծվելու, կաթողիկոսի, ով է կաթողիկոսը, կեղծ է, չկա կաթողիկոս, կեղծ, որը մի կաթողիկոս, որ շնաբարո է եւ հանդուրժում է, որ իր ուրեմն եպիսկոպոսը քերագնի հետ սեռական հարաբերություններ ունենա եւ նրան չպատժեն, մի կաթողիկոս, որը որ ուրեմն ամեն ինչը կառուցել է փողի, ուրեմն շանտաժի եւ հակաքրիստոնեական օրենքների վրա, այդ կաթողիկոսը չկա։ Կաթողիկոսը կեղծ է, գաղափարները կեղծ են, հայրենա զգացողությունը կեղծ է։ Միշտ տեսեք սրանք այս ազգային ժողովի այս բաները, ինչա կոչում, ուժեղ, իբր ուժեղ Հայաստան, սրանց ռուսները ինչ բան են տվել, հրահանգ են տվել, Կիրիենկոն ինչ ուրեմն հրահանգ է տվել, ասելա ձեր հռետորաբանությունը կառուցեք ազգայնամոլության վրա։ Այսինքն դուք ամենաազգայինն եք, նրանք թուրք են։ Այն մեկն ասեց այդ սկզբից, եկավ, չգիտեմ, դրանց անուններն էլ չգիտեմ, ոչ իրանցից բաներ չեն ներկայացնում, որ անուններն էլ հիշեմ։ Ուրեմն մեկն ասեց, ասին ինչ եք եկել ազգային ժողով, եթե դուք ասում եք լեգիտիմ չի, օրինակարգ չի ազգային ժողովը, ինչ եկաք լծվակ ստեղ։ Բայց եկանք, որ թուրք չդառնանք։ Միշտ խաղում են թուրք հայ, այն մեկն ասում է, մենք պետք է դպրոցում սովորեցնենք մեր աշակերտներին, որ Ադանան ոչ թե քյաբաբ է, այլ մեր հայրենիքը։ Այսինքն սրանք խաղում են այդ ազգայնամոլության վրա։ Թուրքին մորթենք, քերթենք, կաշին հանենք, չարուկ սարքենք, ասես բոլորը կարան խոսան, դրոշները վառենք, նայեք հայրենասերը։ Սրանք մի շատ իմաստուն մարդ ասել է. զգուշացեք կեղծ հայրենապաշտներից, սրանք այլասերում են մարդկությանը։ Զգուշացեք կեղծ հայրենապաշտներից, սրանք այլասերում են ազգին ու պետությանը։ Հիմա այդ կեղծիկը հագեցնում է սրանց։ Եվ որ կողմը նայես, ինչ նայես կեղծիկ է, կոչումները կեղծիկ են, իրանք գաղափարը կեղծիկ է, կուսակցությունները կեղծ են, էսա մեր շուրջը պտտվում։
Կարան իշխանությունն ու ընդդիմությունը կարող են իրար հետ համագործակցել, էլի մնալով ամեն մեկը իր կարծիքին, իր դիրքորոշմանը, բայց բանավեճերում, քննարկումներում լինեն կոռեկտ, բարեկիրթ, ինչպես պայմանավորվել են, թե չէ։ Ոչ, չեն կարող, բացառվում, ինչի համար, որտեղ սրանք էս 20 քանի հոգի են, այսինքն 41 հոգի են, ինչ են, 44 հոգի են, սրանք սեփական, ուրեմն գաղափարներով, սեփական ծրագրերով, ինչպես ասի, արդեն նախ կուսակցություն չեն սրանք, գաղափարաբանություն չունեն, սրանք չեն սեփական ուղեղով չեն առաջնորդվում, Կիրիենկոյի բաներով են առաջնորդվում Ռուսաստանի, Կիրիենկոյի նպատակն է ինտրիգներ ստե առաջ բերել, տես նարատիվները թուրքայ, Ռուսաստանից է գալիս, որ հանգարց ռուսը որ լսում է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ մենք որևէ համաձայնության ենք եկել, հոգեխանգարումի մեջ անգնում, ռուսն ուզում է, որ կռիվ լինի, ինտրիգներ լինի, միշտ դրա վրա է ինքը կառուցել ու դրա վրա է կարողացել Հարավային Կովկասում ինքը միշտ գոյատևի։ Դրա համար իրանք չեն կարա, մենք երկուսս էլ իբր թե ազգանունով հայ ենք, սրանք էլ են կոչվում հայ, անձնագրի մեջ գրած է հայ, բայց սրանք հայրենազգացողություն չունեն, սրանք արդեն կորցրել են հայրենազգացողությունը, շարժվում են հյուսիսի այդ վայրի արջի ցեղերի այդ շանտաղի բանով, թելադրանքներով։ Այդ դեպքում մենք ո՞նց կարանք իրանց այդ լեզու գտնենք։ Եթե այդ դրսից սրանք չուղղորդվեին, հնարավոր է լեզու գտնենք։ Հիմա բան անենք, վեճերի մեջ գտնենք նաև ճշմարտությունը, բայց քանի որ սրանք մեզ թշնամի պետության լրտեսներն են, բացահայտ, սրանք հայտնվել են, սրանք մի ազգային ժողով մտել են մեր պետականությունը կործանելու համար եւ մեր պետականության ամենավտանգավոր թշնամիներն են սրանք։ Ես մենակ զարմանում եմ մեր իշխանությունների վրա, մեր հատուկ ծառայությունների վրա, որ սենց հլու հնազանդ առայժմ սրանց հանդուրժում է եւ այդ կաշառքի օրենքները խստացնում են, հիմա սարքել են իբր 10 տարի, էպիզոդիկ առանձին, ուրեմն դատավարություն են անում, սա պիտի համակարգված գնահատական տրվի սրանք, քաղաքական, իրավական գնահատական տրվի, այս ուժը ընդհանրապես պիտի արտաքսվի այս երկրից, ոչ թե պատգամավորի մանդատից, բայց չի գնում այդ քայլին, ինչի չի գնում Փաշինյանը, երևի ինքն հաշվարկներ ունի, որ այս սա կնշանակի, որ Ռուսաստանի դուռը արդեն ծեփեց երեսներին, եւ Ռուսաստան դրանից հետո ավելի սոսկալի, որտեղ Ռուսաստանի գործակալներին, եթե դու կպնում ես, ինքը դրա պատասխանը քեզ տալիս է, հենց այդ չի թողնի։ Բայց դուք ինչ փաստեր ունեք, որ իրենք դրսից են կառավարվում, որն է ձեր ասածի հիմքը։ Ուրեմն շատ բաներ, ես քեզ ասեմ, ասենք տեսեք, սրանք մի հատ խոսք ասում են, նմանը զնմանին կգտանե, սրանք ինչու են գնում կաթողիկոսի մոտ, չէ՞։ Ինչու է Եզրասը ընդեից կաթողիկոսի եղբայրը վայնասուն տնում։ Ինչու այն ժամանակ, որ ռուսները այս մեր 44 օրյա պատերազմից հետո Զախարովան էր, թե ով էր, պարզ Զախարովան ինչ ասում է, պետք է հասկանաս, որ Պուտինն է ասում, չէ՞, որ ամբողջ չի էսի, արտաքին գործերի խոսնակն է։ Հիմա ինչ ասեց։ Ասեց մենք շնորհավորում ենք Ադրբեջանին, որ ինքը շատ փայլուն կերպով իրականացրեց Ղարաբաղում հակատերորիստական օպերացիա։ Լսել ես թե չէ։ Չեմ հիշում, որ Զախարովան այդպիսի բան ասաց։ Դե ասել է, գնա, ճշտի իմացի։ Հա։ Բանը եկավ Լուկաշենկոն եկավ Շուշի, ինչ ասեց։ Լսել ես թե չէ։ Հա, դա լավ։ Այսինքն սրանք ասում են, որ Ղարաբաղցիները մենք ենք աջակցել։ Սրանք ասում են, որ Ղարաբաղցիները տերորիստներ, հանցագործներ, մարդասպաններ են։ Ադրբեջանը կարողացավ ճիշտ կազմակերպել իր գործերը, իր երկիրը մաքրել այդ չարագործ հայերից ու տերորիստներից։ Կաթողիկոսը կամ կաթողիկոսի եղբայրը, որևէ այդ դրանից հետո բերեցին կաթողիկոսին մեդալ տվին, Պուտինը մեդալ տվեց, որ բերանը չբացես, չհաճաս։ Ինչ խոսում ենք, դու մեզ շունն ես, ենթարկվես ու լսես։ Եթե ասում ենք եթե ասում ենք ղարաբաղցիները տերորիստ են, ուրեմն տերորիստ են։ Ռուսները Արցախը առան օղագի մեջ, իբր թե եկել են այնտեղ, ուրեմն բանի տակ, խաղապահների անվան տակ։ Ուրեմն այնպես մի հատ վիճակ բերին արցախցիներին, ռուսները ոչ թե թուրքերը, որ շաքարավազը ծախում էին
հայերի վրա, արցախցիների վրա $50։ Ուրեմն մակարոնը ծախել են 20,000 դրամ 1 կիլոգրամը։ Ռուսները, որտեղ ռուսները Թուրքիայի հետ համակարգված ծրագիր մշակեցին, որ արցախցիներին ոչ թե պետք է միայն էթնիկ զտում կատարել, այլև կողոպտել մինչև վերջի դրամը։ Եվ կողոպտեցին, էդի քիչ չէր։ Հետո թուրքերը ցուցակտվին ռուսներին, թե այս մարդիկ սահմանը չպիտի անցնեն։ Պետք է լինեն մեր բանը ծերի տակ։ Այդ գերիները, որ հիմա գտնվում են Բաքվում, դրանք ռուսները փողով դրանց վաճառելա թուրքերին։ Դրա համար ռուսը երբեք դրան չի կարա հետ բերի։ Եթե հետ բերի, հետագայում չգիտեմ։ Հա, բայց այս ամեն ինչ ասում եք, ինչ կապ ունի նրա հետ, որ սրանք նրանց հետ են։ Սրանք նրանց հետ են։ Ուրեմն նմանը իրար գլխի են հավաքվում։ Գնում են ռուսնա չէ, այս ամբողջ Արցախի պատմությունը ռուսը սարքեց, չէ։ Այդ բանը այն Բագրատ բանկար, որ հելավ իբր թե Տավուշից բաներ էր անում Գալստանյան, փողերը որտեղից բերեց։ Ամբողջ Տավուշը ռուսական ռուբլիների մեջ ողողված էր։ Էլի ռուսները ընդեղից հրահանգը իջացրել, որ գնացեք գրավեք այդ Ռուբեն Վարդանյանին ով ուղարկեց Արցախ։ Կարող է Ռուբեն Վարդանյանը իր կամքով եկավ, կամ էս Տաշիր Սամոն, էս իր ոտով եկավ, սրան, էսի 2-3 միլիարդ կտար մենակ իրան չուղարկեին այստեղ։ Այդ բոլորը ռուսներն են անում, բայց սրանք գնում են ռուսների ձեռը պաչում են։ Ուրեմն սրանք լրտես են, մի խումբ են, մի կենտրոնից են ղեկավարվում։ Մի կենտրոնից են ղեկավարվում։ Հետո այդքան որ կաշառքներ բաժանեցին, ֆանտաստիկ թվերով, կեսը իհարկե իրաց տասովչիկները գողացան։ Այդ փողերը որտեղից բերին։ Ռուսաստանից։ Չպետք է կարելի է ինչ-որ ցանկացած մարդ հնարավոր է հիմարանա կամ հիմարանա ժամանակավորապես, բայց չի կարելի ընդմիշտ հիմարանալ։ Դիմա Սամվել Կարապետյանն ասում է, դուք չեք կարողանում ազատագրել տարածքները, իշխանությունը տվեք, մենք անենք, ված բան է ասում։ Հիմա ասում է իշխանությունը տվեք, մենք Ղարաբաղը հետ կբերենք, հա? Տարածքներ կազատենք, Ադանան կազատենք։ Չէ, օկուպացված տարածքները նկատի ունի։ Այսինքն Արցախը։ Չէ, Ջերմուկի, Սյունիքի են տարածքները ինքնիշխան Հայաստանի, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք օկուպացվել է։ Հա, օկուպացվել է, ճիշտ է, օկուպացվել է այդտեղ մի փոքր տարածքներ, այդ տարածքները ուշ թե շուտ թուրքերը հանձնելու են։ Դա 100% են հանձնելու, այդ բանը որ շարունակվեց, այդ սահմանազատում, սահմանագծում։ Դե ուրա, բայց քանի տարի է չէ։ Բայց որ եղավ, դա գլուծի, սրանք ոչ մի հարցեր չեն կարող լուծել։ Սրանք միայն պետք է ռուսների հրահրման պատերազմի խնդիրը լուծեն։ Ռուսների երազանքը դա է, նորից պատերազմ եւ բանը ինքը հաստատվի ստե որպես եկել է միջնորդ Փերգի ու կաստեղ հաստատվի եւ Թրիպի ռուսի գլխավոր նպատակը նաեւ Թրիպ ծրագիրը ձախողի ինքը մտնի այդ ծրագրի մեջ, որտեղ ռուսը արդեն բան ալնում, ամբողջ աշխարհի կողմից մերժվում է, մտնում է անկյուն, բոլոր ուղղություններով։ Իսկ Եզրասը այդ որ ասում ես, Եզրասը արդեն մոտ 10,000-ից ավել մարդ ուղարկել է բան, Ուկրաինայի ռազմաճակատ հայերից, որոնք կենտանի չեն վերադարձել, բոլորը անայդ կորեկը մեռել են, բայց 44 օրյա պատերազմին քանի հոգու ուղարկեց այդ KGB-ի գործակալ Եզրասը։ Հետո մի հատ ուրիշ հարց տամ, այդ որ սրանք այդքան դաշնակցությունը, սրանք հայրենա սիրությունից են խոսում, ազգայնականությունից են խոսում։ Կաշառակերը, սեփական ժողովրդին կողոպտողը, սեփական ժողովրդին հարստահարողը, սեփական ժողովրդի վրա բանակ հանողը, կարա նաև հայրենասեր լինի, հարց եմ տալիս Նարեկ ջան, հնարավոր է։ Բայց Քոչարյանը սեփական ժողովրդի դեմ բանակը հանեց։ Ուրեմն գիշերով գախտագողի Ռամիլ Սաֆարովի նման հարցակվեց ազատության հրապարակում քնած խաղաղ ցուսարարների վրա սպանդի ենթարկեց հայ ժողովրդին, որ իշխանությունը նորից մնա իրանց ձեռքը։ Չեք ծայրահեղացնում, երբ որ Սաֆարովին եւ Քոչարյանին համեմատում եք։ Բոլորովին, եթե ինքը քնած մարդու վրա հելնում է, կրակում է, արյունը հանում է, Սաֆարովն էլ նույնն արե։ Ինչի են բան անում։ Հələ տակարակ Սաֆարովը թուրք էր, բայց սա եթե հայը հայի վրա է անում, սա ավելի վտանգավոր է, քան Սաֆարովը։ Բայց մինչև մի իրանք հələ Քոչարյանի փոշն են բռնել, չէ՞։ Եվ ոչ մեկը մեր իրավապահ մարմինները, այդ մեր հարգելի դադախազը տիկինը, որի ես նաև շատ հույսեր եմ կապում հետը եւ հարգում եմ։ Դրան հարց եմ տալիս։ Ինչպես եղավ, որ Քոչարյանը մեր ուրեմն այսքան կորուստների, այսքան զերկանքների, այսքան թշվառությունների, այսքան արյան հաշվին դարձավ դոլարով միլիարդատեր եւ մինչեւ հիմա
մնացել է անպատիժ։ Դե բայց Իրանից 200 միլիոն Պատասխան տվեք։ ուր այդ 5 միլիարդն։ Փաշինյան եւ Դադախազ պատասխան տվեք։ Ինչպես եղավ։ Ինչու չեք լուծում այդ խնդիրները։ Ինչու է չարագործներին մինչև հիմի ոչ միայն անպատիժ են մնացել։ Նրանք են գալու ձեզ պատժեն, նրանք ոտի են ելել որ ձեզ պատժեն, որովհետեւ դուք չեք կարողանում պատժեք։ Ինչը փաստեր չկա։ Դե 200 միլիոն դրամ են, դոլար են պահանջում Քոչարյանից, ասում են դա իր ապօրինի ունեցվածքը, ինչ միլիարդներ։ Էդի ճիշտ է, ամբողջությամբ իրանք չեն էլ կարա բացահայտեն։ Հանցագործությունները բացահայտել այդքան հեշտ չի, բայց էդ էլ հերիքա։ Ինչ 200 1 միլիոն դոլարն էլ գողության, մեկը եթե $10,000 գողանա, ես իմ ինչ օրը կգցեն։ Բայց սրանց ինչի չեն դատում։ Ինչի են թողել, որ սենց իրանք հետևորդներ ունեն։ Ուրեմն ազգային ժողովում քվեներ են ստանում, որովհետև դու չես պատժում։ Ինքն է լկտի անում, քեզ պատժելու է վաղը, պատժելու է, ընկեր, կրկի արի։ Դե սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իրական պլանների մեջ չկա նախկին իշխանության այն ներկայացուցիչներին պատժել արդարադատության շրջանակներում, որոնք մեղավոր են։ Սա չի նշանակում, որ գործարք կա, որտեղ 8 տարի գազ հեղափոխական խոստումներով ու որևէ մեկը ճաղերի հետևում չհայտնվի այդ խոշոր խաղացողներից, սա էլ ինչ ուրիշ բացատրություն ունի։ Չէ, էլի նորից էսի Փաշինյանին ինձ թվում է այս կաշկանդվածությունները Փաշինյանը բանը ես ճանաչում եմ իրան, լավ մոտիկից ճանաչում եմ, շատ եմ շփվել հետը, վախկոտ չի առնվազն, վախկոտ չի ինքը։ Վախկոտ չի ու բանը այնց բանկա իրան դրական խենթություն կա մեջը։ Բայց ինքը ոչ թե վախենում է, այլ ինքը այդ որ մի քիչ առաջ ասի ռոմանտիկ քայլեր չի ուզում անի, որովհետև Ռուսաստան չարիքի արմատը ընդեղ է։ Հիշում եք բանին Քոչարյանին որ բանդարգել էին, Պուտինը եկավ Հայաստան, Պուտինը գնաց Քոչարյանի կնոջը հանդիպեց եւ հրապարակային հայտարարեց, որ Քոչարյանը իմ ամենամոտ ընկերն է։ Մենք քիմիայով կապված ենք իրար հետ։ Այսինքն այդ տերերը սրանց տերերը, ովքեր են տերերը, տերերն են հələ բանանում խանգարում գործին։ Պարոն Ալխասյան, կաթողիկոսի դատավարությունը համարում են խայտարակություն, ասում են մեկ էլ 37 թվին էր սենց բան եղել, որ խեղտամա արեցին, այ դրան համարժեք, ասում են այս օրերին տեղի ունեցողը 37 թվականին տեղի ունեցածի ոչ մի բանով չի տարբերվում։ Իրապես արդյոք այսպես բան չի վտանգավոր չի կաթողիկոսին բերել կանգնացնել դատարանի առաջ։ Մեր ամենավտանգավորը մեր ազգի համար այն է, որ մեր հավատքի տերերը, ուրեմն մեր կաթողիկոսը եւ այնտեղ ոչ բոլորը իհարկե այդ լրբերը սրբեր են տարել։ Սերը սրբել են տարել։ Ոչ միայն սերը, այլ նաեւ բարոյականությունը, մարդկային ուրեմն գծերը ամենից սրբե տարել են։ Նրանք առևտրի առարկա են սարքել եկեղեցին, հավատքը։ Այդ որ բանին Սամվել Կարապետյանի եւ կնոջ յուղաներկ նկարը մեծ կախեցին Քրիստոսին նկարի փոխարեն։ Ուրեմն դա պարզ երևում էր, որ սրանց Աստվածը փողն է, փողը բայց դա վեհարանում է, եկեղեցում չի։ Հա թող վեհարանում լինի։ Հա վեհարանում բայց ով փողը տալիս դառնա իրաց Աստվածը։ Ուրեմն երբ մի ուրեմն տեղ բարոյական մտնոլորտը խաթարված է, կես տվողը դառնում է Աստված։ Իրանք են այնտենց։ Իրանք ուրեմն եկեղեցին ամենամեծ վնաս հարցնող չարագործներն են։ Եվ եթե առաջի խնդիրը Փաշինյանի նա, որտի եկեղեցին մաքրել այս աղբերից, այս կեղտերից։ Ինչ Փաշինյանն ինչ իրավունք ունի եկեղեցին մաքրի։ Ոչ թե իրավունք չունի, բայց Փաշինյանը ժողովուրդը բայց եկեղեցին իրավունք ունի բիզնեսով զբաղվի, եկեղեցին իրավունք ունի օրենքները խախտի, եկեղեցին դառնա պետության ներսում։ Եթե ինչ որ մեկը, տեսեք Ծառուկյանին ինչի բանդարգեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասել էր արիմտի ործառյուծի շարժ։ Ինքը ինչ որ մարդիկ կան, որ ուզում են պետություն սարքեն պետության ներսում, ավելի փոքր պետություն։ Հիմա նույնը եկեղեցին։ Էսի բոլոր այս բաները, խժդժությունները, դրսից եկած բաները, այդ հեղափոխական վիճակները, բաները լրիվ ղեկավարում է կաթողիկոսը։ Այսինքն այս կաթողիկոսը ոչ միայն ուրեմն մեր հավատքն է
բանար է, այլասեր է, այլև մեր քաղաքական գործունեության մեջ է խցկվել։ Ուրեմն ինչը բիզնեսներ է անում, եթե այս երկիրը ունի սահմանադրություն, ունի օրենքներ, օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչ կաթողիկոս, ինչ մինիստր, ինչ վարչապետ, օրենքը խախտվեց, պետք է վերահասնի պատասխանատվությունը։ Ոչ, ես գտնում եմ, որ դա ոչ թե սխալ էր, այլ շատ ճիշտ էր եւ թույլ են շատ մոտենում, թույլ։ Այս կաթողիկոսին պետք է միանգամից կալանավորեն, միանգամից ձեռնաշխտաները գցեն, տանեն մաքրվի այդ տարածքը։ Ինքը հենց չարիքով եկել է իշխանության 27-ին եկավ, չէ՞, հոկտեմբերի 27-ին։ Հա։ Ուրեմն եկավ, մինչև անգամ իրան զեկուցեցին, որ ազգային ժողովում բոլորին արդեն սպանդի են ենթարկել, գուցե այս ծեր օծման արարողությունը հետաձգենք, չի համաձայնվել, որտեղ ինքը բանի սատանայի բան ունի։ Այս քանի տարի անց է, 30 տարի ինչի չէին հիշում դրա մասին։ Չեն անում, որովհետև խանգարվել է Ռուսաստան կասում, իրանք այս ես մի բան ասեմ, այս մեր եկեղեցին 1836 թվից Նիկոլայ Ցարը հրամանագիր ստորագրել, որ հայ առաքելական եկեղեցին ուղիղ գծով ենթարկում է ռուսական կայսրությանը։ 36 թվին կարծեմ, այսինքն 190 տարի առաջ։ Եվ մինչև այսօր այդ հրամանագիրը հələ շարունակվում է։ Հիմա ԿԳԲ-ն, ՆԿՎԴ-ն են, ՖՍԲ-ն է բանը շարունակում տա։ Մեր եկեղեցին, եկեղեցու այրերը ուղիղ գծով ենթարկում է ՖՍԲ-ին, ՖՍԲ-ի գործակալներ են։ Այսինքն եթե ՖՍԲ-ի գործակալներ են, ՖՍԲ-ն ուզում է մեր պետականությունը կործանի։ Այսինքն ՖՍԲ-ն մեր թշնամին է։ Եթե սա էլ ծառայում է մեր թշնամուն, ուրեմն ինքն էլ է թշնամի։ Ինքը ավելի վտանգավոր թշնամի է, քան Կիրիենկոն, որտեղ ինքը մտել է արդեն մեր երկրի ներսը։ Որդի նման երկիրը ուզում է ուտի ներսից, եւ ներսի թշնամին անհամեմատ վտանգավոր է։ Սասունցի Դավթին սպանեց իր հարազատ աղջիկը։ Տեսեք, բայց մի րոպե, հիմա կաթողիկոսին քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանը մեղադրում են երեխա ունենալու համար, դատախազությունը մեղադրում է բանին այն մի եպիսկոպոսին, որ բան էին, չէ, այն մի եպիսկոպոսին, որ Մասիսի թեմից բան էին արել, ազատել էին, դրա համար ոչ մեկ օրինակ այդ մարդուն չի մեղադրում օտար երկրապետության գործակալ լինելու, բիզնեսներ ունենալու, սև փողերի շրջանառության մեջ մասնակից լինելու, ոչ, այսինքն բաներ են, որոնք եկեղեցին միանձնյա է, հա, ինքը որոշելու, ով որտեղ նշանակվի, որտեղ եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, երեխայի պահնել, օքեյ, ինքը իր ուխտը Աստծո հետ։ Այսինքն հիմա ինչու իրեն մեղադրում եք, դրա հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա։ Այդ մեր իրավապահ մարմինները այս հարցում շատ մեղավոր են, ասեմ ինչի համար։ Իրանք այո, դա ճիշտ է, որ այդ երեխա ունենալը ներքին կանոնադրություն։ Դա ոչ դատախազության գործն է, ոչ վարչապետի։ Ասենք այդ քրիստոնեական օրենքներն ես դու ոտնահարել, թող իրանք ներքին իրանք խոհանոցը դա բարձի։ Բայց ինքը իրոք լուրջ բիզնեսներ ունի։ Լուրջ բիզնես։ Ուր են գործերը։ Բայց իրավապահ մարմինները պետք է հայտնաբերեն, իրանք ունեն այդ մեխանիզմները։ Եթե չեն հայտնաբերել, ուրեմն թույլ են աշխատում։ Կամ էլ չկա։ Կամ թույլ են աշխատում։ Բայց որ հիմա այս մեր ժողովուրդը կաթողիկոսին չի հավատում, չի վստահում։ Եկել էին աջակիցները։ Ինչ աջակիցներ, դա հայ ժողովրդի 2%-ը չի, դրա աջակիցը չի։ Հիմա աղանդները Հայաստանում սնգի նման աճում են։ Ես իմ կես միլիոնից ավել աղանդավոր կա Հայաստանում մենակ։ Ինչի են աճում, որտեղ ժողովուրդը, որ նայում է, դրանք չեն ապրում քրիստոնեական օրենքներով մեր կաթողիկոսը, ասում են ուրեմն դրանք կեղծ են, կեղծիկների հետևից չգնանք, գնանք սրանց հետևից։ Հիմա այդ մեղավորը, որ աղանդները շատացել են, ով է կաթողիկոսը, որ մեր ժողովուրդը արդեն կամաց անհավատ է դառնում, ով է մեղավորը, կաթողիկոսը։ Կաթողիկոսը այդ խարիզման, այդ կերպարը չունի, ոնց որ Վազգենը, որ ժողովուրդը հանուն հավատքի ուրեմն գնա զոհողությունների կամ դառնա ավելի ազնիվ ու հայրենասեր։
ԱԱՑ-ն մտավ Հովիկ Աբրահամյանի տուն, տղային ձերբակալեց։ Ինչը։ ԱԱՑ-ն մտավ Հովիկ Աբրահամյանի տուն, նախկին վարչապետ, եւ ձերբակալեց նրա տղային, Ծառուկյանի փեսային։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, թիրախավորվել են, հա, Ծառուկյանը, հետո իր շրջապատը սրա շրջանակներում է։ Նոր է եղել դա։ Հա, առավոտյան։ Առավոտը չէի իմացել։ Դե քանի որ Ծառուկյանի վրա ընդհանուր քրեական գործ կա, հիմա դե քրեական գործը ոնց է, որ քննություն է գնում, կամաց ճյուղերը բացահայտվում են, ընդլայնվում է գործի շրջանակները, գնացել են, չէ, ընդհանրապես հիմա այն նշանառությունը, որ բռնել են սրա վրա, սրա ամբողջ կծիկը պիտի քանդեն։ Որտեվ այս երգիրը բոլոր այս վերջին 30 տարվա մեջ բոլոր ուղղություններով ու բոլոր պարամետրերով կողոպտվել է գետնի տակ եղածից մինչև գետնի երես եղած է։ Հիմա այդ կողոպտվածը ուզում են հետ բերեն։ Չեն կարա լրիվ հետ բերեն, բանը կեսն էլ բերեն հերիքա։ Որտեղ ով ճարպիկ ա եղել, կողոպտել է։ Նաև պատերազմի ժամանակ ես շատ մարդիկ գիտեմ, որ ասենք, հա, գուցե գնացել էին կռիվ։ Չեմ ասում, ասենք գնացել են մի քանի օր, հետ են գալիս ավտոմատով, ասում են, այս օբյեկտը իմն է, գրանցի շուտ։ Ես կռվել եմ, այս հայրենիքին արյուն եմ տվել, այս շենքը իմն է, այս տարածքները իմն են, ու դες գիտես ինչքան հողեր վերցրին։ Շանտաժով, ուրեմն սպառնալիքով, թալանել են այս երկիրը։ Բոլոր ու այն համեստ մարդիկ, ուրեմն չեն արել այդպես բաներ։ Բայց այդ ժուլիկները, խապեպաները, ուրեմն փողասեր, փողամոլները, հայրենավաճառները, դրանք կողոպտել են երկիրը ամբողջությամբ։ Բայց դրա համար պատերազմում մենք ինչի պարտվեցինք։ Ինչ կար չկար թալանել էին, այն Վազգենի ասած մնացել էր կամուֆլյաժը։ Բայց պայմաններում դու ո՞նց կարաս պատերազմում հաղթես։ Հիմա սրանք ուզում են հետ բերեն, բերում են, բան չունեմ ասելու, բայց դանդաղ, զգուշ փորձում են։ Եվ ինձ թվում է մենակ Ծառուկյանով չեն սահմանափակվի։ Այնտեղ ուրիշ գազաններ շատ կան, լիքն են, ինչքան Դե ասել էր բոմժ եմ սարքելու, աղքատացնելու եմ մնաք մի բոտասի հույսին, բայց մենակ Ծառուկյանի վրա է այս տարածքը։ Դե հիմա միանգամից ինքը չի կարա այդ թեմի որ Ծառուկյանի գործով դուք պատկերացրեք, քանի քննիչ է աշխատում։ Քննչական կոմիտեի այդ ամբողջ հնա ուժերն էլ չեն բավարարում։ Իրանք երևի ուզում են այս բան անեն, այս մասը մի հատ լուրջ հիմնավորումներով ավարտեն, հետո անցնեն Քոչարյանին անպայման պիտի անցնեն։ Որտեւ եթե չանցնեն, ես քեզ ասեմ, Փաշինյանը մեզանից լավ գիտի, Փաշինյանը եթե լիարժեք բացահայտումներ չանի, իր վարկանիշը օր առօր իջնելու է եւ ուրեմն հաջորդ թե հերթական, թե արտահերթ ընտրություններին ուրեմն լուրջ խնդիրներ կունենա Փաշինյանը։ Եվ այս իր այդ խոստումները, որ ինքը տվեց նախընտրական այդ արշավի ժամանակ, հիշեցնելու են, հատատ հիշեցնելու են, որ բոմբ ենք սարքելու, պետք է ժողովուրդ ասի։ Հիմա 18 թվականի ասածներն են հիշացնում, 21 թվականի ասածներն են հիշացնում։ Բայց եմ ասում, այս եթե ազդվող լիներ, կազդվեր։ Աջակիցները այդ իր խոստումներին չեն հավատա, եթե ինքը չանի, բայց ես կարծում եմ, որ պետք է անի։ Շնորհակալություն, պարոն Մալխասյան։ Ես եմ շնորհակալ։